Նախիջևանում այս օրերին տեղի ունեցող թուրք-ադրբեջանական զորավարժություններն ըստ որոշ վերլուծաբանների եւ ռազմական փորձագետների ավելի շատ ուղղված են Հայաստանի եւ Իրանի դեմ։ Ալիևն ու Էրդողանը Սյունիքն են ուզում զավթել։ Արցախի օկուպացիայից հետո հիմա էլ այդ երկուսը աչքը Հայաստանի հարավային դարպասներին են դրել։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն են ուզում բացել։ Այս ֆոնին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները թուրք-ադրբեջանական դաշինքի առաջնորդներին հիշեցնում են. Հայաստանի եւ Իրանի միջև անցնող սահմանը կարմիր գիծ է, պատմականորեն անբաժանելի։ Այս անգամ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերի խորհրդականը, ով նաեւ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար է եղել ժամանակին, եւս մեկ անգամ հիշեցրել է աշխարհին, որ Իրանը խափանել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստեղծելու փորձը։ Երբ որոշ երկրներ փորձում էին Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի միջոցով Զանգեզուրի միջանցք ստեղծելու պատրվակով, նախագիծ, որը ըստ էության կնշանակեր մասնատում եւ դեպի Եվրոպա իրանական միջանցքի արգելափակում, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին եւ խափանեց դրա իրականացումը։ Բնականաբար իրանցիները երբ խոսում են իրենց ունեցած բոլոր հնարավորություններով դա պաշտպանելու մասին, նաեւ դիտարկում են ուժային սցենարը, բայց այստեղ նման սցենար կարող է տեղի ունենալ միայն Հայաստան-Իրան համագործակցության արդյունքում։ Վելայաթին հայտարարել է, որ նույնիսկ Ջո Բայդենն է ԱՄՆ նախագահի պաշտոնում եղած ժամանակ խոստովանել, որ ամեն ինչ պատրաստ էր միջանցքը գործարկելու համար, բայց հենց Իրանն էր, որ թույլ չտվեց այդ նախագիծը կյանքի կոչել։ Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության կարողացել է խելամիտ դիվանագիտության օգնությամբ պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ կանխել ՆԱՏՕ-ի ներթափանցումը։ Վելայեթի դիտարկմամբ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերջնական նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն էր, այլև Ռուսաստանի շուրջ օղակը հարավից շրջապատելն ու փակելը, սակայն այդ նախագիծը եւս ձախողվեց։ Նախ այդ ճակերտավոր միջանցքը հակասում է Իրանի կենսական շահերին, այն վտանգ է ներկայացնում նաեւ Ռուսաստանի կենսական շահերի համար, հետեւաբար առնվազն երկու խոշոր տերություն կան, որոնք շահագրգիռ չեն ԱՄՆ-ին նման ճակերտավոր միջանցքի գոյությամբ, ել չասեմ Հայաստանի համար ինչպիսի գոյութենական վտանգ դա կարող է ներկայացնել, ըստ էության տրոհելով Հայաստանի երկու մասի։ Իրանագետներն այս փուլում որոշ չափով չափազանցված են համարում պնդումը, թե ադրբեջանա-թուրքական նախաձեռնությունն արդեն ձախողվել է։ Հարցն օրակարգից դեռ չի հանվել։ Հնարավոր է ուժ գործադրելու հավանականությունն այս պահին փոքր ինչ նվազել է, սակայն ըստ վերլուծաբանների Թուրքիան ու Ադրբեջանը ռազմավարական նպատակների ցանկից այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը դուրս չեն բերել։ Գրեթե 100-ամյակ այս ծրագիրը առաջ է մղվում թուրքական կողմից եւ այն մասը կարևոր Թուրքիայի եւ Ադրբեջանի համար բանջարանականության այդ ծրագրի ոսով եմ բացառապես պատրանքի շրջանակներում, հետեւաբար որևէ պարագայում նրանք չեն հրաժարվելու այդ միջանցքը գծելուց։ Եվ քանի որ իրավիճակը շատ լարված է մերձավոր արևելքում եւ Թուրքիան իրեն ներկայացնում է որպես գլխավոր հակաիսրայելական ուժերից մեկը, այս իրավիճակում Անկարան էլ չի ձգտի, չի ցանկանա Թեհրանի հետ հակամարտության մեջ մտնել, բայց Ադրբեջանը հետքայլ չի անում, շարունակում է ձգտել էքստերիտորիալ միջանցքին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։